Այսօր մենք կխոսենք բավականին ցավոտ թեմայի մասին, արիության մասին։ Եվ ինչու է ցավոտ, որովհետև այս թեման բացում է մի շարք այն փակ վերքերը, որոնք որ թերևս արկա են, բայց ամեն գնով տարբեր մարդկանց կողմից կոծկվում են։ Եվ մենք այնուամենայնիվ հանդգնում ենք խոսել արիության մասին եւ ի սկզբանե ներողություն ենք խնդրում նրանցից, ովքեր որ պահում են իրենց սրտում արիությունը ի հեճուկս ամբողջ թուլակամության եւ նույն ձևով տարապում են նույն մեր ցավով արիության պակասի։ Եվ այդպես քայլ առ քայլ գնանք առաջ եւ նախ սկսենք այն թեմայից, թե ինչու է այն ցավոտ։ Ինչու եւ ինչպիսի փակ վերքեր այս թեման ընդհանրապես բացում է եւ առաջին հերթին այն բացում է իհարկե մեր կորուստների փակ վերքը։ Ինչու, որովհետև որպեսզի չխորհեն արիության մասին, որպեսզի կոծկեն արիության բացակայությունը, մարդիկ ավելի շատ նախընտրում են ընդհանրապես չհիշել եւ չմտածել մեր սարսափելի կորուստների մասին, որ մենք ունեցանք եւ դեռ կարող ենք ունենալ։ Եվ ըստ այդմ խոսելով արիության մասին, մենք պատռում ենք այդ ամբողջ վերքերը։ Թող վերք լինի, ցավա այնքան, որ մարդիկ ի վերջո հանդգնեն ինչ որ փոփոխությունների գնալ։ Երկրորդ փակ վերքը, որ կուտակված է եւ նորից արիության թեմայի մասին խոսելով այն բացվում է, դա ամբողջ բոլոր մակարդակներում տիրող ստի վերքն է, որովհետև երբ որ սուտ է տարածվում, այն կոծկում է ամբողջ ինչ որ իրական է, այն կոծկում է ամբողջ ճշմարիտը, եւ մենք տեսնում ենք, որ սուտը բոլոր դաշտերում է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են ստում իշխանությունները արդեն 8 տարի շարունակ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է ստում ընդդիմությունը եւ այն բոլոր մարդիկ, ովքեր որ ավելի շատ մտածում են ազգային ժողովի ընտրությունների մասին, քան Նիկոլին դիմակայելու։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են գլոբալ ստում միջազգային մակարդակում եւ նկատում ենք, թե ինչպես են մարդիկ ասում, որ Տրամպի եւ Իսրայելի ստի համեմատ մեր սուտը շատ ավելի փոքր է։ Մենք չարիքի հետ չենք համեմատում, բայց փաստում ենք, որ այո, միջազգային մակարդակում սուտը այնքան մեծ ծավալների է, որ պատկերացնել անգամ հնարավոր չէ։ Մյուս կողմից մենք տեսնում ենք երևի թե ամենացավոտ էլի վերքերից մեկը դա թուլակամության եւ վախկոտության։ Եվ այդ թուլակամությունը ու վախկոտությունը նորից տարբեր մակարդակներում է արտահայտվում։ Փոքր բաներից սկսած եւ մինչեւ մեծը, երբ որ մարդիկ խուսափում են մտածել ներկա քաղաքական վիճակի մասին, ասելով, որ իբր թե իրեն քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, այն բարագայում, որ մենք այս ամբողջ տարիների ընթացքում ասում ենք, այն ինչ որ անում է Նիկոլը, վաղուց քաղաքական սահմաններից դուրս է եկել։ Իրականում ի սկզբանե քաղաքական սահմաններում չէր, բայց գոնե 20 թվականից ի վեր ինքը ընդհանրապես քաղաքականությունից շատ ավելի հեռու է եւ փաստացի շատ ավելի ազգային խնդիր է, քան որևէ այլ։ Բայց կոծկվելով այդ արտահայտությամբ մարդիկ թաքցնում են փաստացի սեփական թուլակամությունը եւ սեփական վախկոտությունը, իսկ թուլակամության եւ վախկոտության բարագայում ընդհանրապես տեղին չէ խոսել արիության մասին։ Եվ դրա համար նորից արիության թեման բացում է այս համատարած թուլակամության եւ վախկոտության վերքերը։ Եվ մենք տեսնում ենք, որ դա արտահայտվում է տարբեր մակարդակներում։ Անգամ այն մարդկանց կողմից, ովքեր որ մեղադրելով Նիկոլին մինչև այժմ նախընտրում են այլ բառեր օգտագործել, միայն թե Նիկոլ չասեն, որպեսզի հանկարծ իրենց չկպնեն։ Ու մինչև ընդդիմության առաջնորդների, որ օրինակ մեր ձևով, որ մինչև հիմա իբր թե ընդդիմադիր են հայտարարում իրենց, բայց եւ ոչ մի ձևով չեն հակադարձում Նիկոլին եւ չեն էլ հակառակվում իրեն եւ ոչ մի ձևով։ Ինչից մենք իհարկե համապատասխան հետևություններ ենք անում, բայց դա հաջորդ անգամ։ Մյուս բավականին լուրջ վերքը, որ նորից համատարած է ամբողջ աշխարհով, այո, բայց մեզ առաջին հերթին հետաքրքրում է իհարկե մեր երկրում արկա, դա այո ստի հետ կապված է, բայց երանգ ունի այլ եւ դրա համար կարիք կա առանձին հիշատակելու, դա երեսպաշտության վերք է։
Երեսպաշտության, որը պակաս վտանգավոր չէ, որովհետև սուտը շատ ավելի հեշտ է ջարդել։ Շատ ավելի հեշտ է, դու հանում ես ճշմարտությունը, երես, եւ ըստ այդմ տեսնում ես սուտը։ Երեսպաշտության ետևում կոծկել տարբեր բաներ շատ ավելի հեշտ է չարերին։ Եվ դրա համար երեսպաշտությունը հենց չարության հիմնարար զենքերից մեկն է։ Եվ ցավոք սրտի այն երեսպաշտությունը, որ հիմա բոլոր մակարդակներում արկա է, Հայաստանում պակաս չէ դրսևորվում, երբ որ մարդիկ հռչակում են, որ իբր թե իրենք լռում են կամ համաձայնվում են կամ ստորանում են կամ ինչ-որ այլ բաներ են անում հանուն խաղաղության, այն պարագայում, որ այն ինչ որ անում են մեր իշխանությունները եւ այն ինչ որ կատարվում է աշխարհում, իրական խաղաղության հետ ընդհանրապես կապ չունի։ Եվ դրա համար այս ամբողջը խորքային երեսպաշտություն է։ Երեսպաշտություն է նաև, երբ որ փողոցում մարդիկ քայլում են, ու մինչև հիմա փորձում են իրենց մեծամտության կամ այլ դրսևորումներ ցույց տալ, որպես իբր թե չերևա, որ իրականում ինչ վիճակում ենք մենք, բայց գիտեք, 20 թվականից ի վեր շատ տխուր է դա ասել, բայց նորից եւ նորից փաստենք 20 թվականից ի վեր ցավոք սրտի մեր ազգի եւ ոչ մի ներկայացուցիչը մեծամտության տեղ չունի ընդհանրապես, որովհետեւ այո, մենք հասկանում ենք, որ Նիկոլն էր հիմնարար պատճառը այս ամբողջ կորուստների, բայց մեզանից յուրաքանչյուրը մեղավոր է եւս, եւ դրա համար եւ ոչ մեկին մեծամտության տեղ չմնաց։ Ու երբ որ մարդիկ քայլում են փողոցով ու ինչ որ մեծամտության դրսևորում ես տեսնում, հանկարծ մի պահ կանգնում ես, մտածում ես, ինչպես կարող է մարդ իրեն թույլ տալ մեծամտություն, երբ որ մենք կորցրեցինք մեր երկրի 1/3-ը։ Ու մի քանի օր առաջ, որպես օրինակ այդ ամբողջ երեսպաշտության, մի քանի օր առաջ, երբ որ Իրանի դեսպանատան մոտ մենք գնացինք, որպեսզի մեր զորակցությունը հայտնենք Իրանին, որովհետև մենք հասկանում ենք, որ չար ուժերը ամբողջ աշխարհում չարիք են գործում եւ այդ չարիքը ցավոք սրտի ձնագնդի պես շատանում է եւ ուղղված է ամբողջ աշխարհում դեռ մնացած բարի օջախների դեմ։ Այդ պահին մենք տեսնում ենք, որ այնտեղ գալիս էին նաև այլ հայեր եւս զորակցություն մի կողմից հայտնելու, բայց մյուս կողմից տարօրինակ հայտարարություններ էին անում, իբր թե որ պատրաստ են կռվել Իրանում, ու ես ապշում եմ, որ պատրաստ եղողները ինչու չկռվեցին Արցախում։ Ինչու եւ ոչ մեկը տեր չկանգնեց Արցախի։ Ինչու հեշտությամբ 150,000 մարդ լքեց Արցախը։ Այդ ամբողջը հարցեր են, որոնք որ մենք դեռ աստիճանաբար կգանք պատասխանների։ Մենք չէ միայն, ամբողջ հայազգը։ Եվ վաղ թե ուշ այդ բոլոր հարցերը իհարկե կստանան իրենց պատասխանները, եւ միայն դրանից հետո հնարավոր կլինի նոր շրջան սկսել զարգացման եւ վերականգնել այդ ժամանակարիությունը։ Իսկ այս պահին վերջի վերքը, որ մենք պետք է տեսնենք, դա սեռային էներգիաների լուրջ ճգնաժամ է, թե կանացի էներգիայի եւ թե արական։ Եվ այդ լուրջ ճգնաժամը ցավոք սրտի ամբողջ աշխարհում է, ոչ միայն Հայաստանում։ Պարզապես Հայաստանում Նիկոլի չարիքը իրականում շատ ուժեղ հարված հասցրեց նաեւ հենց սեռային էներգիաների, եւ դրանում է մեր սրտի խորքային ցավերից մեկը։ Անցնելով առաջ, մենք մտածում ենք, որ երբ որ նայում ես ընդհանուր առմամբ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները պատմության ընթացքում, մենք տեսնում ենք, որ այդպես չէ հիրավի, որ միայն մեր ժամանակներում արիությունը հարցականի տակ դրվեց եւ արիությանը վնաս հասցվեց։ Երբ որ նայում ես հին ժամանակներից ի վեր, օրինակ 3 փուլերով եթե նայենք, ապա անտիկ շրջանում արիությունը հիմնարար որակն էր։ Ինքը հենց տղամարդկանց հետ էր կապված եւ ըստ այդմ ասում էին 4 պարտադիր առաքինություններից մեկը հենց արիությունն է տղամարդու համար։ Մյուս 3-ը համապատասխանորեն դա չափավորությունն է, իմաստությունը եւ արդարությունը։ Այս 4 հիմնարար առաքինություններն էին, որ պարտադիր էին տղամարդու համար։
Երբ որ եկանք արդեն միջնադարում մենք տեսնում ենք, որ արիությունը պատվո հասկացության հիմնարար մասն էր։ Անհնար էր ընդհանրապես տարանջատել պատիվը եւ արիությունը։ Բայց դրանից հետո, որ նայում ես մոտավորապես 15-16-րդ դարեր, աստիճանաբար երբ որ դեռ 14-րդ դարում ի հայտ եկան հեն զինվորները, այսինքն վարձկանները, դրանից հետո աստիճանաբար պատիվը սկսեց հետ մղվել, աստիճանաբար առևտրականները դուրս եկան բեմ եւ այդ ամբողջը իհարկե չեզոքացնում էր ընդհանրապես արիության նշանակությունը եւ մեր ժամանակներում արիության արժեքը գրեթե զրոյական է ամբողջ մշակույթների համար, ոչ միայն Հայաստանի։ Դա մեզ չի սփոփում, ամենևին, ու սա շատ ավելի կարևոր է, որ մենք հասկանանք, որ նույնիսկ եթե մենք նայում ենք, որ պատմության ընթացքում այսպիսի փոփոխություններ են, արդյոք դա փրկում է մեզ։ Արդյոք որևէ ձևով դու կարող ես ասել, դե բնականաբար այդպես եղավ։ Իհարկե ոչ։ Եվ դրա համար, երբ որ մենք մտածում ենք իսկ մեզանում ինչ եղավ, ու կարող է հանկարծ հնչել, որ մեղադրելով բոլորին անխտիր, այդ թվում մեզ ինչ-որ ձևով, որ մենք վերջը չտվեցինք 20 թվականի Նիկոլի հանցավոր ռեժիմի, մենք նաև հասկանում ենք, որ դրանով մենք կարող ենք հանկարծ ինչ-որ ձևով նպաստել Նիկոլին, որովհետև ինքն էր անընդհատ ասում, որ մյուսները չպաշտպանեցին, բայց ոչ, առաջին հերթին միևնույնը մեղավորը Նիկոլն է, ինչու, որովհետև վախկոտությունը, չար բոլոր որակները վարակիչ են, սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, դա այն հայտնի կինոյի, որ ասում բոլորը փախչեցին, վազեցին, ես էլ վազեցի, երբ որ բոլորը փախնում են նաև ինչ որ ձևով արիություն դեր սրտի մեջ ունեցողները, որովհետև տրվում են այդ ընդհանուր խուճապին։ Նիկոլը ստեղծեց մթնոլորտ, եւ սա ամենադաժան ճարիքն է Նիկոլի կողմից, Նիկոլը ստեղծեց մթնոլորտ, որում ամենավատ որակները դուրս եկան բեմ, դուրս եկան մակերես, եւ որում ամենավեհ որակները ճնշվեցին եւ գնացին ներքև։ Եվ հենց այդ պատճառով է իրականում, երբ որ մենք նայում ենք ռազմական օրինակ ամբողջ գործերի մեջ, ինչն էր ամենակարևորը յուրաքանչյուր հրամանատարի համար։ Ոչ միայն, որ ինքը ճիշտ ստրատեգիաներ մտածի, թե ինչպես էինք այստեղ հակադարձելու այս հարվածին եւ այլն։ Ոչ, առաջին հերթին, որ իր սրտում լինի այնքան արիություն, այնքան խիզախության եւ քաջության պատրաստակամություն, որպեսզի պետք եղած ժամանակ նա կարողանա ամենակարևոր բանը անի՝ ոգևորի մյուսներին, ոգեշնչի եւ վարակի իր արիությամբ։ Իսկ երբ որ գլխավոր հրամանատարը վախկոտ էր, ապա պարզ էր, որ հենց վախկոտությամբ վարակեց բոլորին եւ փաստացի 20 թվականից ի վեր մենք այդ վախկոտության մթնոլորտից դուրս չենք եկել։ Ազգովի։ Դրանից հետո հետաքրքիր է մի քանի բան ասել։ Օրինակ մի անգամ մենք խոսացել ենք խիզախության մասին եւ ճնշող մեծամասնությամբ մարդիկ նույնականացնում են արիությունը, քաջությունը, խիզախությունը որպես հոմանիշներ, իրենք իհարկե մոտ են, բայց հոմանիշ չեն եւ պարզ դիտարկումները ցույց են տալիս տարբերությունները, որոնք որ հետաքրքիր են, մեզ համար այսօր կարևոր են, որովհետեւ արիությունը ինքը որակ է, ինքը խորքային որակ է, որ մարդու մեջ լավ է որ լինի, եթե չկա, ապա զարգացվում է, որը հիմնված է մի շարք այլ որակների վրա, եւ միայն մի շարք այլ որակների արկայության պարագայում հնարավոր է զարգացնել արիությունը։ Քաջությունը եւ խիզախությունը մի քիչ ավելի այլ են։ Խիզախությունը դրսևորվում է պահի տակ։ Վարակվելով խիզախությամբ ուրիշի, հանկարծ կարիքցանքը ավելի շատ կարևորելով, քան մյուս խնդիրները եւ այդպես ինքը պորտկում է ավելի շատ, քան որակ։ Խիզախությունը հնարավոր է դրսևորել նույնիսկ մարդկանց, ովքեր որ չունեն արիություն կամ չգիտեն, որ սրտի խորքում հնարավոր է որ ունեն արիության ծիլեր։ Քաջությունը
եւս պորտկում է, բայց քաջությունը պատրաստակամություն է առաջին հերթին հաղթահարելու սեփական վախերը, երբ որ դու ընդունում ես, որ ունես վախ, այո, բայց դու պատրաստ ես հաղթահարել վախերը հանուն ավելի մեծ նպատակի, ավելի արժանիք ունեցող տարրերի։ Ըստ այդմ, մենք կարող ենք ասել, որ մարդիկ շատ հաճախ կարող են ունենալ խիզախություն, դրսևորել խիզախություն եւ կարող են ունենալ քաջություն որպես որակ, եւ սա մեզ համար հույս է։ Սա հույս է, որ եթե հնարավոր է, տարբեր իրավիճակներում, որ հանկարծ մարդ, որ միգուցե ընդհանուր առմամբ այնքան էլ կամքի տեր չէ, բայց հանկարծ կարող է դրսևորել խիզախություն, ուրեմն ինքը ունի հնարավորություն սերմ արիությունը զարգացնելու եւս։ Եվ մեզ համար դա հույսի տեղիք է տալիս։ Ուսմունքում մենք եւս խոսում ենք բոլոր 3 որակների մասին։ Մենք ասում ենք, որ անհրաժեշտ է ունենալ արիություն, որպեսզի դու կարողանաս ամբողջ ընդհանուր հոսքին հակառակ անգամ գնալ, որովհետև հանկարծ կարող ես ընկալել, որ երկնային ճանապարհը ավելի բարձր է, քան որևէ երկրայինը, եւ դրա համար անհրաժեշտ է արիություն։ Անհրաժեշտ է խիզախություն, որպեսզի բացասական էներգիաների հետ պայքարես։ Եվ անհրաժեշտ է քաջություն, որովհետև դու գնում ես քո սեփական եսի դեմ, եսի պարտադրանքների, եւ դրա համար այս 3 որակները անհրաժեշտ են նաեւ ուսմունքի համար։ Իսկ մեզանում, երբ որ մենք մտածում ենք, ովքեր են դրսևորում այնուամենայնիվ արիությունը, եթե արիությունը չէ, ապա առնվազն գոնե խիզախությունը, ու ես տեսնում եմ օրինակներ։ Պարզ փոքր օրինակներ, երբ որ Արտաշատում Նիկոլը մտնում է խանութ ու խանութպանը ասում է դուրս արի, որովհետև դու դավաճան ես, այդ պարագայում ես ասում եմ արկա է խիզախություն եւ արկա է քաջություն եւ ըստ այդմ արկա են արիության ծիրեր։ Եվ այն բոլոր մարդիկ, ովքեր որ կարողանում էին համարձակվել, հանդգնել, դեմ կանգնել Նիկոլին, անգամ անձամբ տեսնելով իրենք բոլորը քաջության, խիզախության եւ արիության մարմնավորում են։ Եվ դրան հակառակ այն բոլոր մարդիկ, ովքեր որ առօրյա խոսակցությունների մեջ ընկալում են, որ Նիկոլը դավաճան է, ընկալում են, որ ինքը պատճառ դարձավ զոհերի, պատճառ դարձավ տարածքների կորստի, պատճառ դարձավ հայրաքելական Սուրբ եկեղեցու հեղինակության ինչ-որ ձևով խարխլման հայ ժողովրդի մոտ, այդ բոլոր մարդիկ, որ մի կողմից դա հասկանում են, բայց մյուս կողմից տարբեր շահերի համար հանկարծ շփտում են իր երեսին, որպեսի հանկարծ այլ պատասխաններ չունենան, այլ բոլոր մարդիկ ընդհանրապես հակասում են եւ խիզախությանը, եւ քաջությանը, եւ արիությանը։ Իսկ մեզ համար նորից եւ նորից մնում է ամենակարևորը՝ վարակել մարդկանց սեփական արիությամբ։